խոսքս ուզում եմ մի օրինակից սկսել։ Մենք շատ լավ գիտենք, որ օրինակ ովքեր ռուսների հետ շփում են ունեցել կամ Ռուսաստանում եղել են կամ տեղյակ են եվրոպացիներից կամ ռուսներից, ինչ են անում նրանք, երբ որ առողջական խնդիրներ են ունենում, նրանք մինչև առողջական խնդիրներ ունենալը տարին մի քանի անգամ գնում են հիվանդանոց, իրենց բժշկին ասում են եկել ենք ամբողջությամբ հետազոտվել։ Նրանք չեն սպասում, որ առողջական խնդիր ունենան հետո գնան։ Եվրոպացիք այդպես են, հայերը այդպես են, ռուսները այդպես են։ Ուղղակի հայերի ու եվրոպացիների տարբերությունն է, որ մենք էլ ենք գնում ամբողջությամբ հետազոտվելու, երբ որ դանակը ոսկորին է հասնում։ Ես այսօր փորձելու եմ մեզ MRT-ով անցկացնել։ Ես կարծում եմ, որ այստեղ ամեն մեկս ինչ-որ բան կգտնենք մեզ համար։ Պարտադիր չի, որ դու քեզ լավ չես զգում, այդ ժամանակ պետք է MRT անցնել կամ գնալ բժշկի մոտ։ Երբեմն ժամանակ առ ժամանակ հարկ է, որ մի հատ գնալ ստուգում անել։ Ես այդպես չեմ անում։ Սխալ եմ անում, բայց ես խորհուրդ եմ տալի մարդկանց, որ ժամանակ առ ժամանակ եթե հնարավորություն ունենաս մի հատ գնա, որտեղ լավ բան է։ Որ գնում ես բժշկի, բժիշկն ասում է, այ որ մի քիչ շուտ գայր, հիմա արդեն բավականին ուշացել է, որ մի քիչ շուտ գայր հարցերը ավելի հեշտ կլուծվեր։ Հիմա ես հոգևոր որոշ բաներ եմ մեզ ցույց տալու, որ մենք հասկանանք, տեսնենք, որ լավ է, որ սկզբից կանխենք, լավ է, որ մի հատ ինքներս մեզ նայենք։ Սիրելի եղբայրներ, քույրեր, միտքս սա է։ Մենք մեր ներսը նայելու կարիք ունենք։ Եվ այն ինչ որ այսօր պիտի լսենք, կարծում եմ մի հատ մեր ներսը գնալու հետ։ Ես անկեղծ չեմ խոսելու քո կողքինի մասին, խոսում եմ հենց քո մասին։ Խոսում եմ քո մասին։ Չեմ խոսելու եկեղեցու մյուս անդամների մասին, հարևանի, այ որ արա Երանի կողակիցս ստեղել էր էսի դեսեր։ Չեմ խոսելու հենց քո մասին։ Լավ։ Միասին ուզում եմ գնանք հայտնության երկրորդ գլուխ։ Հայտնության երկրորդ գլուխ, գիտեք, որ այստեղ այն 7 եկեղեցիների մասին, որ Աստծո Հոգին խոսում է, սկիզբն է սա։ Եփեսոսի եկեղեցու մասին է խոսում, եւ սա հենց առաջին եկեղեցին է, որ խոսում։ Այստեղ գիտեմ, որ շատ պատգամներ լսել եք այս մասին, գիտեմ, որ այս մասին տեղյակ եք, այստեղ ինչ է գրված, բայց թույլ տվեք որոշ բաներ ես փորձել տակից հանել, տողատակերից հանել, որ մեզ համար մի քիչ հասկանալի լինի։ Կարծում եմ, որ ավելի լավ պատգամներ են լսած կլինեք, բայց մի հատ փորձենք ինչքան հնարավոր է իմ MRT-ով անցնել։ Առաջի խոսքն ասում է Եփեսոսի մեջ եղած եկեղեցուն հրեշտակը գրի։ Երբ որ ասում եմ Եփեսոս, ես ի նկատի ունեմ Կարեն։ Երբ որ ես կասեմ Եփեսոսի եկեղեցի, դու իմ նկատի ունեցի քեզ, քո անունը դիր Եփեսոսի տեղը։ Որովհետև հիշում եք առաջի Կորինթացիս 3:16-ում ինչ է ասում է դուք Սուրբ Հոգու տաճար եք եւ Աստծո Հոգին բնակվում է մեր մեջ։ Հիմա Տերը գալիս է իր տաճար։ Ուզում ենք տեսնենք ինչ կա տաճարում։ Այլ տեսեք ինչ ասում Կարենին։ Այսպես է ասում նա, որ իր աջ ձեռքի մեջ 7 աստղ ունի եւ 7 ոսկեղեն աշտանակների մեջ կպտտի։ Գիտեմ քո գործերը։ Այստեղ ուզում եմ կանգնել մի վայրկյան, մի քանի վայրկյան ու անցնել առաջ։ Ասում եմ գիտեմ քո գործերը։ Սիրելիներ, ես ծածկվելու տեղ չունեմ։ Որովհետև երբ որ Աստված է ասում գիտեմ քո գործերը, այդ ես չեմ ասում, գիտեմ քո գործերը իմ ենթադրությամբ, իմ պատկերացմամբ, իմ լսածով գիտեմ քո գործերը, չէ, նա ով մեր ներսում սիրտ է դրել, որ բաբախում է ու մենք ապրում ենք, ասում է գիտեմ քո գործերը, Կարեն։ Գիտեմ ծածուկում քեզ, գիտեմ եկեղեցում քեզ, գիտեմ հասարակության մեջ քեզ, գիտեմ եղբայրների մեջ, գիտեմ ամենտեղ քեզ, գիտեմ քո գործերը։
ինձանից ծածկվելու ոչ մի տեղ չունես։ Գիշերը, որ դու պարկում ես կարեն, այն ինչ քո մտքում կա, գիտե։ Այն որ դու վիճում ես ինչ-որ մեկի հետ, գիտեմ քո գործերը, գիտեմ ինչ ես անում, ինչով ես զբաղված, ամեն բան, նրանից ծածուկ ոչինչ չէ։ Եվ շարունակություն է։ Ասում է, գիտեմ քո գործերը, քո աշխատությունը և քո համբերությունը, երբ որ չարերին չես կարում տանել ու փորձեցիր նրանց, որ կասեն, թե իրենք առաքյալ են ու չեն և գտար, թե ստախոս են։ Հլը տեսեք ինչ ասում, աշխատասեր, համբերություն ունեցող, չարերին չի կարողանում տանել և բավականին իմաստության ու գիտության խոսքը գործում է, որովհետև տարբերում է, սա առաքյալ է, թե առաքյալ չէ, սա մարգարե է, թե մարգարե չէ։ Եթե այսպիսի հատկություններով, ներողություն, որ այսպես ասեմ, եթե այսպիսի հատկություններով մենք մեկին տեսնում ենք, ասում ենք, եսի կարանք սրան հանգիստ ձեռնադրենք ում։ Որովհետև համբերատար, այսօր որ մեկս ենք համբերատար։ Նրանք ովքեր ավտոներ են վարում վարորդների հետ, նրանք ովքեր աշխատանքի վայրում են, այդքան հեշտ չի աշխատանքի վայրում համբերություն ունենալ, հասարակության մեջ, ընտանիքում համբերություն չունենք, բայց այստեղ տեսեք, որ արի տես, որ Կարենը համբերություն ունի, մի քիչ ավելի հեռու է գնում, ասում է չարերին տանել չես կարող, այն ովքեր որ սխալ բաներ են անում, չես սիրում, նրանց հետ չես համագործակցում, և փորձում ես նրանց, որ ասում են, թե առաքյալ են, և գտար, որ ստախոս են։ Հետաքրքիր է բավականին իմաստուն է եղել այստեղ, բավականին խելացի է եղել Եփեսոսի եկեղեցի։ Մի օր այդպես երեկոյան մեկ դուրս եմ գալի ման գալու, մեկին տեսա մեր եկեղեցուց բավականին երկար ժամանակ չէի տեսա, հարցրեց, ասեցի, ոնց որ չես երևում, ասեց, հա, Կարեն ախպեր, ասեց, քիչ խառն էի, բան, բայց հեռախոսով նկատել ես, որ հեռախոսի են կարճ ռոլիկներով բավարարվող ենք դարձել։ Բայց մի հատ այստեղ բան է ուզում ասեմ։ Ասում է, եթե դու իմաստուն լինես, այդ հեռախոսի մեջ այդ որ տենց արագ-արագ խոսում են, կջոք ես դրանք ճիշտ են ասում, թե ստախոս են, ու մի կողմ կդնես։ Ապա ես ոնց ճանաչեմ, ես ոնց իմանամ ճիշտ է, Հիսուսի մասին խոսում է, Մատթեոս ավետարան 24-րդ գլուխն ինչ ասում։ Ասում է իմ անունով են տալի։ Բա ոնց ընդունելություն գտնում։ Բա Հիսուսի անունն են տալու։ Հո Կարենի անունը չեն տալու։ Հիսուսի անունն են տալու, որ դու ինչ գիտես էկրանից այն կողմ, այդ մարդու կյանք, ինչ գիտես։ Այնքան լավ բաներ ա խոսում։ Ես էլ որ դպրոցում լավ սովորեի, մի երկու համալսարան անցնեի, կամ մի քիչ ճարտարախոսը լինեի, ես էլ լիքը լավ բաներ խոսեի։ Դա կյանքս։ Ինչ գիտենք ովքեր են նրանք, եթե մենք չենք կարողանում այս սրա նման քննել ու հասկանալ սա ճիշտ է թե սխալ, ճիշտ հոգուց է թե սխալ, ես քեզ կոչ եմ անում, անցի։ Ավելի լավ է ընդհանրապես չնայես բավարարվես քո եկեղեցով, քանց թե հետո մեկ էլ տեսնես, այ մարդը ճիշտ է ասում, բայց չի մեր եկեղեցում էսի չկա։ Որովհետև սիրտը ծռայ է։ Էդի ճիշտ հոգի չի։ Ահա ինչ լավ բաներ ա խոսում, մեր մոդխի չեն, ճիշտ հոգի չի։ Երանի թե այս սրա նման կարողանանք տարբերությունը ջոկել։ Երրորդ խոսքն ասում է ու համբերություն ունենալով նեղություն կրեցիր իմ անվան համար ու չթուլացար։ Նենց ադուրս գալի է սպա։ Դե հիմի մենք տենց հալացանք չենք կրում, թե կրում ենք։ Եթե 21-րդ դարի հալածանքների մասին կարող եմ մեկի օրինակ բերել, որ ասում էր ես շատ նեղություններով եմ անցել։ Ասում էր տառապանք եմ ունեցել։ Դուք չեք պատկերացնում, թե իմ կյանքը ինչքան դժվարություններով է անցել։ Ասում եմ պատկերացնում եք 1000 անգամ նեղություն։ Ասում եմ իմ երեխուն ամբերջ չկար որ հավասարենք։ Պատկերացնում եք ինչ նեղություն ա կրել։ Տառապանքով անցել։
Սա մեր նեղությունն է ժողովուրդ, այսօրվա մեր նեղությունը, առաջի դարի նեղությունը մեր նման չի, չէ, մեր նման չի, ասում համբերություն ունենալով նեղություն կրեցիր ու չթուլացար, որ մեկը սա, հələ մի քիչ պատկերացեք, որ տան ֆինանսը պակասում է, են գող պիսո, են քաչարշու, հիշում ենք հայտնի Թումանյանի, նեղվում ենք, ինչ-որ բան ուզում ենք ձեռնարկենք չի ստացվում, տրամադրություններս ընկնում է, չենք կարողանում այս ամեն ինչը հարցերը լուծել, բայց ասում է, դու իմ անվան համար նեղություն կրեցիր ու չթուլացար։ Չորրորդ խոսքը, բայց քեզ դեմ բան է։ Սիրելներ, դեք երբ որ կառավարությունն է մեզ դեմ լինում, երբ որ մեր հարազատները ու բարեկամները, մեր ընկերները, ծանոթները, մոտիկներն են մեզ դեմ լինում, չէ, բայց երբ որ ամենակարող Աստված է մեզ դեմ, այսի վտանգավոր է։ Հələ պատկերացնում ես, Աստված այցելում է ինձ ու ասում է ես քո դեմ բան ունեմ։ Մերնելս ապրելուցս լավ է։ Ես գիտեմ ինչ է նշանակում, ես անցել եմ այդ ճանապարհով, գիտեմ ինչ է նշանակում կառավարությունը դեմ լինել, ղեկավարները դեմ լինել, հարազատները, գիտեմ այդ ամեն ինչը գիտեմ, ես անցել եմ այդ նեղություններով, որ եկեղեցուց այն ժամանակ փոքր էր եկեղեցի մարդիկ թողել էին, ես ու Արմինեն էին, գիտենք այս ամեն ինչը գիտենք, բայց ես ամենաշատ իմ կյանքում վախենում եմ, որ ամենակարող Աստծո բերանը խոսի ու ասի քո դեմ բան։ Ով ուզում է իմ դեմ բան ունենալ, միայն ոչ։ Տեսեք ինչքան բաներ է թվարկում, եթե մենք այս որակավորումները տեսնում ենք եկեղեցու մի մարդու մեջ ասում ենք արա երանի սրա, երանի ես սրա համբերությունը ունենամ, երանի ես սրա իմաստությունը ունենամ, բայց մենք չգիտենք, որ Տերը ինչ է խոսում նրա մասին։ Ես քո դեմ բան ունեմ։ Ինչ կապ ունի ով է իմ կողմը, ով ինչ կապ ունի ով է իմ ուսին թփթփասում, ասում դու լավն ես։ Ո ինչ կապ ունի։ Նրա բերանը խոսել է իմ առումով ասում է ես քո դեմ բան ունեմ, ես ինչ անեմ։ Կարծում եմ մենք այստեղ բավականին մտածելու բան ենք։ Բայց քեզ դեմ բան ունեմ, որ քո առաջվա սերը թողել ես։ Ո՞րն է իմ առաջվա սերը։ Երբ որ այստեղ Եփեսացիների եկեղեցուն ասում է քո առաջվա սերը թողել եմ, Եփեսացիների առաջի գլխի 15-16 համարները տեսեք ինչ ասում։ Պողոս առաքյալը Եփեսացիներին նամակ գրելուց գրում է ասում է ուստի ես երբ լսեցի Տեր Հիսուսի վրայով ունեցած հավատքները ու բոլոր սուրբերի վրա ձեր ունեցած սերը։ Չեմ դադարում ձեզ համար գոհություն անել, ձեզ իմ աղոթքների մեջ հիշել։ Ասում է, երբ որ ես լսեցի, թե ինչպիսի սեր ունեք եկեղեցու ժողովրդի նկատմամբ։ Ոչինչ չէ, որ կամաց մի քիչ օղակը սեղմում։ Այդպես է ասում է, քո դեմ բան ունեմ, քո առաջվա սերը կորցրել ես, ես հետ գնացի մատ հասկանամ տեսնեմ ինչ սեր ուներ Եփեսացիների եկեղեցին կամ ինչ սեր ուներ Կարենը մինչև այս վիճակին հասնելը, տեսա որ սուրբերի նկատմամբ անկեղծ սեր ուներ։ Ու առաքյալն ինչ ասում է ես չեմ դադարում, երբ որ լսեցի դրանից հետո ձեր համար միշտ աղոթել, որովհետև իրար նկատմամբ սեր ունեք ու Աստծո նկատմամբ էլ հավատք ունեք։ Այ Կարեն ախպեր դու չգիտես թե իմ գլխին ինչ է խաղացել այսինչ եղբայրը կամ այսինչ քույրը։ Ես սկզբից կարդացի, Տերը գիտի գործել։ Ով ում գլխին ինչ կարա խաղա կամ խաղացել։ Տերը գիտի թե չգիտի։ Գիտի։
Նույնիսկ այն, որ իր ծածուկում մտածում է, որ ինչ օի խաղամ Կարենի գլխին է տեղ գիտի։ Կարենը ինչ է մտածում ուրիշի գլխին խաղալու է տեղ գիտի տեղ։ Գիտի թե չգիտի։ Բաբո եթե գիտի ուրեմն մեզ պետք է մի քիչ ավելի հանգիստ լինել։ Ասում է առաջար սերդ կորցրել ես։ Հիմի ուզում եմ հարց տալ։ Նրանք ովքեր որ նոր ապաշխարում են, ինչ սեր են ունենում, խոսքի նկատմամբ փափագ են ունենում։ Աղոթքի նկատմամբ փափագ են ունենում։ Ներողություն որ հարց տամ ինքդ քո մեջ խոսի։ Վերջի անգամ ամենաշատ կարծացածդ գլուխները ինչքան են եղել։ Մի գլուխ կարծացել եմ այսօր։ Ինչ լավ է կակազ հենց այսօր կարծացել։ Ինչքան ես կարծում։ Աղոթքդ ինչքան է տևում։ Էսա ես գալու եմ ես ամեն ինչ։ Հիշում ես, երբ որ նոր ապաշխարել էիր ու տենում էիր, բերում էիր եկեղեցի։ Կարող է բան է փոխվել մեր կյանքում։ Կարող է որ Տերը գա ասի քո դեմ բան ունեմ։ Կարող է մեր մտածելակերպը փոխվել է, մեր աշխարհայացքը փոխվել է, կարող է փոխվել է, մենք մտածելու բան ունենք։ Մենք ուզում եմ գնանք մեր ներսը հասկանանք, տենանք ով ենք դարել մենք, ինչպես ենք եղել եւ ինչպես ենք հիմա։ Ինչքան ենք շատ կարդում խոսքը, հանկարծ մեկնել մեր ընտանիքի անդամներից կամ աշխատանքի տեղից մի հատ հակառակ բաներ խոսում, սիրով տանում ենք, իսկ հիմա չանաչան ենք տալու։ Մեկ ասի 10 ենք պատասխանել։ Բա իմաստուն ենք տալու, չէ՞։ Էլ ով է համբերություն ունենում։ Նա ով էր, որ ինձ ասել ես պատասխանը, որ ջոկի, որ ես ով եմ։ Ես եմ։ Գիտեք։ Հասկանում եք, որ ճակերտավոր ասած, ինչ-որ խելացի բան ենք տենց մտածում ու մտածում ենք, որ մենք այնքան լավն ենք, որ կարողանում ենք այդ պատասխանները տալ։ Առաջի սերը կորցրել ես, եկեղեցի գնալու ժամանակ, այն ժամանակ ու նոր ապաշխարել ինչքան էինք սիրում, անոր էլի ծառայություն կա, անցած անգամ հիշում եմ մտածում էի, ասում էի, ժամանակ ու նոր ապաշխարել էինք, ստեղ հավաքույթների մասնակցում էինք, այդ օրը որ հավաքույթ չէր ելնում, իմանում էինք Չարենցավանում հավաքույթ կա, գնում էինք Չարենցավանել էինք մասնակցում, շաբաթում մեջ բոլոր օրերը մասնակցենք հավաքույթի։ Հայ զանգումա, չէ, ներողություն, չեն զանգում, չէ, ինձ գրում են այդ բան հեռախոսում, ասում են, այսօր խմբակ չի լինելու, ասում ես, գործերս կհասցնեմ։ Ինչ որ բան փոխվել է մեր կյանքում, ժողովուրդ։ Էսերը չկա։ Ինչքան էիր ուզում, քույրերի եղբայրների հետ հանդիպեիր, խոսեիր, հիմա ինչ ախպեր, հանդիպում ենք, ես պիտի բան ասեմ, ինչ չեմ լսում, եմ ինչ հանդիպեմ։ Հա, մենք արդեն իքը բան կա, որ գիտեք, ինչ իմաստ կա, որ հանդիպենք։ Բա, այստեղ ուզում եմ մի հատ բան նայենք։ Բա հնարավոր է, որ ես որակավորումներն ունենա մարդ, եկան իմ խոսքի մեղի ու սեր չունեն։ Ես չեմ ասում, Սուրբ Գիրքն ասում է այո։ Դու կարող ես այս որակավորումներն ունենալ, բայց սեր չունենալ։ Ու այդ ժամանակ ամենակարող Աստված չի նայում իմ որակներին, նայում է իմ սիրում։ Եսա կամաց գնալու ենք այդտեղ։ Մատթեոս ավետարան 23-րդ գլխի երկրորդ խոսքերը, տեսեք ինչ է ասում Հիսուսը աշակերտներին։ Մովսեսի աթոռը, դպիրները եւ փարիսեցիները նստած են։ Ուրեմն ինչ որ ձեզ կասեն, որ պահեք ու արեք, բայց նրանց գործերի պես մի արեք, որովհետեւ ասում են ու չեն։ Ովքեր էին փարիսեցիները, նրանք լուրջ հոգևորականներ էին ու Հիսուսը չասեց, որ չէ, նրանց ասածը մի լսեք։ Հետաքրքիր է, որ նրանք ինչ որ ասում էին, ճիշտ էին ասում։ Բայց նրանց պես մի արեք, որտեղ նրանք ինչ որ անում են, սխալ են անում։ Որովհետև եթե մարդ հավատքի կյանքում ինչ որ բաներ անում է առանց սիրո, սխալ է, ծուռ է,
Տիրոջը հաճելի չէ եւ պետք չէ։ Մի քիչ առաջ գնանք։ Ղուկաս ավետարան 15-րդ գլխում հիշում եք 3 առակների մասին է ասում, չէ, կորած ոչխարը, դրամը եւ կորած որդին։ Ես որդու մասին դեռ պատգամը շատ լսել եք, բայց 29-րդ խոսքում մի բան կա։ 15-րդ գլխի 29 խոսքը Ղուկաս ավետարան ասում է, իսկ նա հորը ասեց, մեծ տղայի մասին է խոսում։ Ահա այսքան տարի ինչ ծառայում եմ քեզ եւ քո հրամանները երբեք չեմ անտեսել, բայց ինձ երբեք մի ուր չտվեցիր, որ իմ բարեկամների հետ ուրախություն անեմ։ Իմ աչքը բռնեց այս խոսքը, որ ասում է այսքան ժամանակ, այսքան տարի քեզ ծառայել եմ ու քո հրամաններից մի բան չեմ անտեսել։ Հələ պատկերացնում ես, ինչ Աստված ասի ինձ, ես դա անեմ։ Բայց հասկանում ես, որ մեծ որդին ավելի վատ վիճակում էր, քան փոքր որդին, որովհետև ինչ որ արել էր, սիրո հետևանք չէր, սիրուց չէր արել, դրա համար էր երեսով տալի, դրա համար երբ որ եկավ ժամանակը, ինքը իր հոր երեսին եկավ ու ասեց, այսքան ժամանակ քեզ ծառայել եմ, հրամանները ձանց չեմ արել, բա, ուր է իմ ուրս, որովհետև սիրով չէր, իսկ եթե սիրով էր, գիտես ինչ համատացում մարդ, ասում մարդով է ինձի պարտավոր, ես տիրոջ համար եմ անում, օրհնյալ լինի Տերը, ինքը տեսել է, ինքն էլ կպատասխանի, եթե չի պատասխանի միևնույն է, ինքը Տեր է, ես նրան եմ ծառայում։ Ամեն։ Ասում է միտքը վեր, որտեղից ընկար ու ապաշխարիր եւ քո առաջվա գործերը տարա, եթե ոչ շուտով կգամ քեզ ու քո աշտանակը իր տեղից պիտի շարժեմ, եթե չապաշխարես։ Եթե չապաշխարես։ Ես ուզում եմ, որ մենք մեր մտքում ունենանք, որ մենք այո, բաներ կա իմ կյանքում, որ ես պետք է դրանց ապաշխարեմ։ Որովհետև ես պիտի դառնամ սիրուն։ Եվ այստեղ ուզում եմ մի քիչ խոսել Առաջի Կորինթացիս 13-րդ գլխի առաջի խոսքը։ Հայտնի տեղն է։ Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներ խոսեմ եւ սեր չունենամ, ես ձայն տվող պղնձի պես եղամ, կամ հնչեցնող ծնծղաների պես, եւ եթե մարգարեություն ունենամ ու հասկանամ ամեն խորհուրդներ ու ամեն գիտություն, եւ եթե ունենամ ամեն հավատք միջև լեռները տեղափոխելու ու սեր չունենամ, ոչինչ։ Մարդկանց լեզուներ, հրեշտակների լեզուներ, մարգարեություն, հասկանամ ամեն խորհուրդներ, որ ընդեղ կարդացին, գիտություն ունենամ, հավատք ունենամ, լեռներ տեղափոխելու սեր չունենամ, ոչինչ։ Մենք այս հատկությունները, ներողություն թե ինչ-որ մեկը ունի, ես բան չեմ ասում, ես Կարենի մասին եմ խոսում։ Այս հատկությունները դուք պատկերացնում եք, որ Կարենը ունի, բայց սեր չունի, Աստված ասում է, որ դրանք ամենքը ոչինչ է։ Տերը երբ որ նայում է ինձ, ասում է ավելի լավ է սեր ունենաս, քան սեր քան պարգևներ։ Որովհետև սերը քեզ օգնելու է, որ դու երկինք հասնես, բայց այդ պարգևները քեզ չի օգնելու, որ դու երկինք հասնես։ Եթե դա սիրով չի գործածվում, դու այստեղ վնաս ես կրելու։ Վնաս ես կրելու։ Եվ եթե իմ բոլոր ստացված աղքատներին կերցնեմ ու իմ մարմինս այրելուն տամ եւ սեր չունենամ, օգուտ չունեմ։ Մենք հաստատ մեր բոլոր ստացված աղքատներին չենք կերցնում, մեր մարմինն էլ այրելու չենք տալի, բայց այստեղ ասում է, եթե սա էլ անես, սեր չունենաս, երկինքը չի գնահատում արածը։ Պարսկերենով հետաքրքիր է ասում է, եթե ավետարանի համար անձս կենդանի այրելու տամ, բայց մարդկանց սեր ցույց չտամ, իմ ամբողջ զոհս անիմաստ է։ Այ հիմա այստեղ կարևոր խոսքը խոսում։ Որն է մեր շարժառիթը եկեղեցի գալու։ Որն է մեր շարժառիթը աղոթելու։ Որն է մեր շարժառիթը երգելու։
Ես սրանք որ ասում եմ, ուզում եմ որ մտածես։ Ո՞րն է մեր շարժառիթը 10-րդ կամ ընծատալու կամ զոհաբերությունը, ո՞րն է մեր շարժառիթը։ Ես ասեմ։ Ես ինձ օգնում եմ։ Որտեղ ես լավ եմ։ Ես դա անում եմ, որովհետև մարդիկ տեսնում են իմ ուսին թփթփացնում են, ասում են քո նման տղա չկա։ Քո նման տղա չկա։ Ես ինձ հարց եմ տալի, ինչն է քո շարժառիթը, որ այսքան վազում ես գյուղերում։ Հարց եմ տալի, այո։ Ինչի ես անում սա։ Ինչն է ինձ ստիպում, որ ես ամեն առավոտ Տիրոջը աղոթեմ, Տիրոջ առջև կանգնեմ, ինչն է ինձ ստիպում։ Արդյոք վախը, որ հանդարտ եթե ես չաղոթեմ, ինձ կարող է ինչ-որ բան պատահի։ Ես այդ զոհաբերությունը տամ, որ մարդիկ տեսնեն, թե ես ինչեր կարող եմ անել եկեղեցու համար։ Սրանք այն բաներն են, որ Տերը նայում է ու ասում է սրանք մի կողմ, բայց ես քո դեմ բան ունեմ։ Սիրով չես անել։ Որովհետև եթե նկատես, ինչ որ անում ես, եթե մարդիկ քեզ սկսում են չնկատել, չգովել, դու կդադարես դառնալուց։ Չէ, հա, ինչ ես խոսում։ Մենք նույնիսկ տաների կտավն ենք ժողովուրդ։ Մարդ հետ է։ Գնահատական։ Այն համբերությունը, որ ցույց է տալիս, որ համբերատար է, որ գործ ունի, որ ինքը առաքյալ է, չարերին ատում է, այս ամեն ինչը հնարավոր է, որ ես ունենամ այս որակավորումները, բայց այն պատճառով, որ մարդիկ տենան, թե ես ինչքան համբերատար եմ, ինչքան աշխատասեր եմ Տիրոջ համար, ինչքան եմ վազում։ Ինչ կա տակը։ Արդյոք սիրո շարժառիթն է, արդյոք սիրուց են դրդված այս ամեն ինչ անում, թե որովհետև գովելու բան կա։ Ինձ պետք է գովել։ Որովհետև երբ որ տեսնում եմ այս հատկությունները, որ եթե այսքան բաներ ունենաս, բայց սեր չունենաս, ոչինչ է, ինձ մտածելու տեղ է տալիս, ես վախենալու բան ունեմ։ Ու պատկերացնում ես, ես ամբողջ կյանքս վազեմ, հետո հասկանամ, որ իմաստ չկար։ Իմ համար իմաստ չկար։ Ասում չլինի, որ ինքդ քեզ խաբես։ Ես ինքս ինձ չխաբեմ։ Սերի եղբայրներ քույրեր, մենք ամեն մեկս մեր մասին պիտի մտածենք։ Մենք մի հատ մեզ հաճախ շաբաթվա վերջում, լավ, չեմ ասում ամենը, շաբաթվա վերջում մի հատ անալիզ արեք ես։ Այս շաբաթ ինչ որ արեցիր։ Թեկուզ աշխատանքի որ գնացիր, թեկուզ ընտանիքով ինչ որտեղ գնացիր, արդյոք սիրուց դրդված էր այս ամեն ինչը։ Դե պարտականությունը պիտի Եթե պարտականություն է, նրանից գնահատական չսպասենք։ Բայց եթե սիրուց է, անպատասխան չի մնում։ Սերի եղբայրներ քույրեր։ Հույս, հավատք, սեր, սրա մեծագույնը սերն է։ Ոչ հույսը, ոչ հավատքը մեզ երկնքում պետք չի գալու, բայց մեզ երկինք տանողը սերն է։ Սերն է մեզ տանելու երկինք։ Ես ամբողջ կյանքս այստեղ կարծում եմ, թե Աստծո համար վազում եմ, բայց սեր չկա, պակաս եմ լինել։ Պակաս եմ լինել։ Այն ինչ որ Տերը որոշել էր, ես պակաս կգտնվեմ դրա մեջ։ Էդի ես չեմ ուզում այդպես։ Աստվածաշնչում մի բան կա, ես ուզում եմ, որ այդ դա լինի ինձ համար։ Ապրես բարի ու հավատարիմ ծառա։ Ուզում եմ, որ Տերը խոսի ես, երբ որ ես հանդիպեմ նրան։ Ուզում եմ, որ Տերը մեր բոլորիս առումով այս սա խոսի, ապրես բարի ու հավատարիմ ծառա, կյանքը դրել իր, ինչ որ անում էիր, սիրով էիր անում։ Եթե մեկին օգնում էիր, սիրով էիր անում, ոչ թե տրտանջանում։ Հիմա այստեղ ուզում եմ ասեմ, եթե ինչ որ բան մենք անում ենք, եկեք մեր շարժառիթը մերտնենք։ Ինքը գիտի մեր շարժառիթը, բայց մենք էլ պետք է մնանք մեր շարժառիթը։ Ամեն, եկեք կանգնենք Տիրոջը։ Մատթեոս ավետարանում 22-րդ խոսքում է, 7-րդ գլխի 22 խոսքում է գրված, ասում է. շատերը այն օրերը ինձ պիտի ասեն, Տեր, չէ որ քո անունով մարգարեություն արեցինք,
Եվ քո անունով դևեր հանեցին, հիշում եք այդ տեղը։ Քո անունով հրաշքներ արեցին, այն ժամանակ պիտի ասեմ, հայտնապես ինձանից հեռու գնացեք դուք որ անօրենություն եք գործում, մի թարգմանություն ընկավ ձեռքս շատ դուրս եկավ, ասում է հեռու գնացեք ինձանից ով անօրենություն գործողներ, որովհետև դուք ինձ հետ մտերիմ չեք եղել երբեք։ Մտերիմությունը շատ կարևոր բան է։ Արդյոք թույլ կտաս, որ Տերը քեզ ասի, որ դու ինչ որ անում ես սիրուց չես անում, բայց մտերիմների խոսքը մենք ընդունում ենք, այդպես չի։ Ոչինչ չէ, որ մի հատ էլ կարծրատիպ կոտրեմ ու նոր աղոթենք։ Հայտնության գրքում 3:20-ում հայտնի խոսք է։ Ահա ես քո դռան առաջ կանգնած դուռը թակում եմ, հիշում եք այդ տեղը։ Նկատել եք, որ այդ մենք միշտ նորահավատների մասին ենք խոսում։ Չէ։ Այս նորահավատների մասին չէ։ Իմ մասին։ Գիտես ինչի, որտեղ այնտեղ ասում է, որ բացես քո հետ ինչ կանեմ ընթրիկ։ Երեկո։ Մեր տանը երեկոյան չեն մտերիմները, երեկոյան են մտերիմները գալիս, իսկ առավոտյան կեսօրին հյուրերն են գալիս։ Երեկոյան ընթրիքի սեղանի շուրջ քո ընտանիքի անդամներն են, քո մտերիմներն են, ում հետ դու շատ մտերիմ ես, որ քեզ ասի այսինչ բանը ճիշտ չի քո կյանքում դու դա կընդունես։ Տերն ասում է, լսի, ես քո դուռը ծեծում եմ, դու ինչքան ժամանակ ինձ դուրս ես թողել, որովհետև դու քո գիծը գիտես, ռեֆլեքսով անում ես։ Ես ուզում եմ մտերիմությունը վերականգնել։ Ախր ժամանակին մենք մտերիմ ենք եղել։ Հիմա ես քո դուռը ծեծում եմ, ուզում եմ, որ նորից ընթրիքի սեղանի շուրջ հավաքվենք, ես քեզ ասելու բան ունեմ, դու էլ ինձ ասելու բան ունես։ Եկեք, որ մեր շարժառիթը թող մեր մտերիմությունը չկտրի Տիրոջից։ Նայենք ինչի համար ենք անում, ինչի համար ենք խոսում եւ ինչպես ենք անում։